հաղորդեցին, որ Արցախի նախկին պետնախարար ազգային բարերար Ռուբեն Վարդանյանը Բաքվի Շինձու դատավարության շրջանակներում դատապարտվեց 20 տարվա ազատազրկման։ Նախորդ շաբաթ հայտնի է դարձել, որ մեր մյուս ռազմագերիները ցմահ եւ 20 ու ավելի տարիներ դատապարտվել են ազատազրկման։ Խնդրեմ ես մասով ձեր տեսակետը եւ սրան նաեւ նախորդել էր Ալիևի հերթական հայտարարությունները, փոխում եք ձեր սահմանադրությունը, վերադառնում եք մենք Արևմտյան Ադրբեջան։ Խնդրեմ ես մասով այս ամենի հետ կապված ձեր տեսակետը։ Անկեղծ ասած դա բոլորիս համար էլ սպասելի էր եւ բացարձակապես զարմանալու որևէ բան չկա, ինչ վերաբերվում է մեր ռազմագերիներին, իհարկե այստեղ այդ մասին մենք վաղուց պետք է շատ ավելի լուրջ մտածեինք եւ առհասարակ ցանկացած ռազմագերի հետ բերելու համար կա ընդամենը մեկ տարբերակ։ Հիմնական լավ աշխատող տարբերակը դա գերիների փոխանակումը այլ գերիների հետ։ Այլ տարբերակ գոյություն չունի։ Եթե դու պետություն ես, պետականություն ես, դու առաջի հերթին պետք է նախ մտածեիր այնպես անել, որպեսզի չհասներ բանը նրան, որ դու ռազմագերիներ ունենայիր, իսկ ռազմագերիներ ունենալու դեպքում դու պետք է կարողանաս գերիների հավասարազոր փոխանակում կազմակերպել։ Իսկ ինչ է ասում Ալիևը կամ ինչ է դրան պատասխանում կամ ինչպես է իրեն գծնում Նիկոլ Փաշինյանը, դա խոշոր հաշվով մեզ հետաքրքիր չի, որովհետև մեր թիվ 1 նպատակը, մեր թիվ 1 օրակարգը դա Նիկոլ Փաշինյանին հեռացնելն է եւ հեռացնելուց հետո կարողանալ այլևս մեր արտաքին քաղաքականությունը, մեր երկրի ներքին անվտանգությունը ապահովել այնպես, որպեսզի նմանատիպ ստորացված եւ նման խղճալի վիճակում չլինենք։ Մեր թիվ 1 խնդիրը պետք է լինի դա։ Իսկ մնացածը դե մենք բոլորս էլ տեսել ենք վերջի կոնե 5 տարում, որ Նիկոլ Փաշինյանը մշտապես արել է այն, ինչը իրեն պարտադրել է Ալիևը։ Այդ նույն հիմա Հայաստանի թիվ 1 խնդիրներից մեկը դարձած հայ առաքելական եկեղեցու դեմ սանձազերծված հարձակումները, դրանք ինչ են, նորից Ալիևի հերթական պահանջներն են եւ նորից Ալիևի հերթական կմահաճույքներն են, որը Նիկոլ Փաշինյանը շատ ջանասիրաբար եւ շատ, այսպես ասած, մեծ նվիրումով կատարում է։ Քրեական հետապնդումը գաղափարվար նկատմամբ մի փոքր ավելի մանրամասն։ Դա բարոյական առումով սրբապղծություններ, օրենսդրական առումով սահմանադրության, այսպես հերթական ոտնակողումը, սահմանադրության հերթական արհամարանքը։ Տեսեք, նախ եթե վերադառնանք արմատներին, ինչի համար է ինքը որոշել քրեական հետապնդում իրականացնել, փաստելով, որ դատարանի որոշում չի կատարել։ Իսկ դատարանը ուներ այդ իրավունքը որոշում կայացնելու եւ փորձել տեղավորվել վեհապար սրբազան հարաբերությունների մեջ։ Այսինքն սա աշխատանքային հարաբերություններ չէր, որ գնային ինչ-որ աշխատանքային պայմանագիր վիճարկեին եւ աշխատանքային հարաբերությունները փորձեին համապատասխանել աշխատանքային օրենսգրությանը եւ որոշակի միջանկյալ որոշումներ կայացնեին։ Սա զուտ եկեղեցական հարաբերություններ էր, որը վեր էր թե սահմանադրությունից եւ թե օրենքներից եւ այստեղ որևէ դատավոր, որևէ դատարան իրավասու չէր որևէ բան կայացնելու։ Այդ գործողություններով Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ ցույց տվեց, որ ինքը սահմանադրության նկատմամբ բացարձակապես որևէ հարգանք չունի եւ Հայաստանում իրապես չկա որևէ դատարան, որը անկախ կլինի եւ կգործի օրենքների եւ խղճին համապատասխան։ Սա այսպես ասած վերջին ստորություններից մեկն է, որը Փաշինյանը իրականացնում է եւ ցավոք սրտի դեռևս ունի հնարավորություններ այլ նմանատիպ ստորություններ իրականացնելու։ Միևնույն ժամանակ, ինչպես նշեցինք, սա բարոյական առումով է ցուցադրեց Հայաստանի կառավարիչների անբարոյական նկարագիրը եւս մեկ անգամ։ Եվ նաեւ լուրջ ահազանգ էր հայությանը, որպեսզի էլ ավելի մոդենան եկեղեցուն, էլ ավելի սերտանան եկեղեցու հետ եւ նաեւ հերթական մեսիջներ այն, որ Հայաստանում այսօր միակ կարելի է ասել ամենականգուն սյունը, որ մնացել է, դա եկեղեցին է, եւ եթե ուզում ենք մեր հայրենիքը պահպանել, մենք հնարավորինս պետք է այդ սյունը ամուր պահենք եւ հնարավորինս պետք է
հենց նաև մեր մեջքով, մեր թիկունքներով զորավիք լինենք այդ հակառակ դեպքում կկորցնենք նաև այն ամենավերջին արժեքը, որը մնացել է ներկայիս հայության եւ Հայաստանի Հանրապետության համար։ Նիկոլ Փաշինյանը կարմիր գծեր չունի, իրեն ամեն ինչ էլ կարող է թույլ տալ։ Այդ մարդը բացարձակապես կարմիր գիծ չունի, նույնիսկ ինքն իր ընտանիքի, իր երեխաների մասով մենք բազմաթիվ անգամներ ենք տեսել, որ ինքը կարմիր գիծ չունի, եւ այ օրինակ տեսեք, երկար ժամանակ նրա ավագ դուստրը որևէ տեղ չկար, բայց հիմա արդեն քանի որ իրենց մասին մի քիչ սկսել էին քիչ խոսել, նորից աղջկան այսպես մեյդան նետեց, որ ձիերի հետ, չգիտեմ ինչ անի, հա, հաջող առավել երիտասարդները խոսում են, ասում են ինչ-որ Եկատերինայի ֆիլմերն է, երևի տեսել այդ տիպի մի խոսքով, այ տեսեք ինքը նույնիսկ այդտեղ սրբություն չունի, որովհետև որևէ իրեն հարգող ընտանիքի հայր ինքը երբեք իր նեղ վիճակում չեր մտցնի իր երեխաներին, սա նույնն է, որ քո վրա կարագեն դու քո երեխաներից ուղղակի կենտրոնի թիրախ կանգնեցնես քո դեմը եւ մտածես, որ ավելի լավ է քո երեխային կպնի այդ գնդակը, քեզ չկպնի, այ ինքը նույնիսկ այդ տեսակի մարդ է։ Հետևաբար իրենից ինչ-որ լավ բան սպասել դա անհնարին է։ Տեսեք, այդ մարդը այսօր ինքը գիտի, որ հայոց պատմության ամենավատ, ամենազզվելի կերպարը ինքն է եւ ինչ էլ անի, այլևս ինքը չի կարողանալու այդ կերպարի մեջից դուրս գա։ Ինքը նաեւ շատ լավ հասկանում է, որ մեր պատմության ամենածանր հանցագործներից մեկն է 20-րդ դարի կամ 21-րդ դարի ամենամեծ ոճրագործներից մեկն է։ Ինքը դա շատ լավ հասկանում է եւ ինքը գիտի, որ դրան հաջորդելու է պատիժը եւ այ հիմա ինքը այսպես թուրքերի գիրկը վազելով ընդամենը փորձում է իր կաշին փրկել եւ հանուն այդ կաշին փրկելու ինքը պատրաստ է ամբողջ երկիրը ոչնչացնելու, որովհետեւ միայն Հայաստանի Հանրապետության լուծարման դեպքում է, որ կարող է ինքը քրեական հետապնդման չընտարգվի, կարողանա իր հետ գծած այսպես ասած ապրի եւ վայելի։ Իհարկե դա ինքը երբեք այդ հանգիստը չի ունենա, որ կարողանա վայելի այն ինչը ունի։ Բայց այդ մարդու մոտ ծայրահեղ վիճակն է, ինքը այսպես ասած շատ լավ գիտի, որ դժողքի բաժին է դառնալու եւ այսօր ինքը փորձում է գոնե այս երկրային կյանքի վրա ինչքան որ հնարավոր է ապրի եւ փորձի վայելել այն ամենը, ինչը ինքը հետ գծեց այրան եւ հայրենիքի վաճառքի արդյունքում։ Հետևաբար ինքը շատ վտանգավոր մարդ է։ Քանի որ ընտանիքից խոսեցիք, վերջերս իր տիկինը հայտնի լուսանկարի եւ չգիտեմ, էլի անգամ ամոթել է մեջբերում անել, ասում է խոսքը այս լուսանկարի մասին է կարծում եմ, գիտեք, երբ ինքը վեհաբար որ մասին խոսել ես, այնքան կապ ունի եկեղեցու հետ, որքան իմ շոր, այսպիսի մի համեմատություն, այս ինչի դրսևորում է։ Անհարգանքի եւ նաեւ մասնագետների ինքը վաղուց սատանյապաշտությամբ է զբաղվում եւ իրեն գործողությունները դա հենց սատանյապաշտություն է։ Այվ այդ նույն շրջազգեստով կարծեմ 19 թվականին կամ 20 թվականին էր այս լուսանկարը ինքը հենց դրանով արդեն ցույց տվեց հայ առաքելական եկեղեցու նկատմամբ անհարգալից վերաբերմունքը, որովհետև այս լուսանկարին նայելուց մենք բնականաբար հոգևորականներին չէ որ մեղադրում ենք, չէ մենք մեղադրում ենք հենց իրեն։ Այսինքն մարդը երբ որ մտնում է եկեղեցի, ինքը իր համար է, չէ մտնում եկեղեցի, կամ մարդը երբ որ որևէ տեղ փորձում է վայելուչ տեսքով երևալ, իր համար է։ Իսկ անվայելուչը արդեն նորից իր համար է, իր անվան եւ հեղինակության հարցն է։ Այ այս մարդկանց համար, այո, արժեքները, այդ թվում սրբությունները, եկեղեցիները իրենք կարող են ունենալ շրջազգեստի նշանակություն կամ արժեք։ Հետևաբար տեսեք, այստեղ խնդիրը նորից վերադառնանք մեր բուն թեմային, այն չի թե իրենք ինչքան վատն են, ինչքան անարժան են, ինչքան անդաստիարակ են։ Մենք վաղուց ենք համոզվել իրենց եւ անդաստիարակության եւ անարժանության եւ շատ վատը լինելու մեջ։ Այստեղ խնդիրը նա է, որ մենք ցավոք սրտի դերևս իրենց հանդուրժում ենք։ Այդ ցավոք սրտի միջև այս պահը իրենց լինելը մեր համար մեծ վիրավորանք է։ Այ տեսեք դուք այսօր խոսեցիք Ռուբեն Վարդանյանից եւ Բաքվում պայող մեր գերիներից, այնտեղ իրենք չէ որ տադել են։ Այ Ռուբեն Վարդանյանին չեն տվել այդ 20 տարին։
Այ դա տվել են մեզ, դա մեզ մեր նկատմամբ ունեցած իրենց արհամարանքն է, Սարանով Ալիևը ցույց է տալիս նաև իր գերազանցությունը եւ այստեղ ինքը նաև անընդհատ այդ մարդկանց տանելով այդ անկեղծ, այսպես ասած անհասկանալի դատավարությունները անելով ինքը ոչ թե շեշտում էր, որ ինքը փորձում է ինչ-որ իր երկրի օրենքները պաշտպանել եւ այլն, ոչ, այստեղ այդ խնդիրը չկար։ Ինքը սրանով վիրավորում ստորացնում է մեզ։ Եվ ցավոք սրտի մենք դա ընդունում ենք եւ ցավոք սրտի ապրում ենք հենց այդ օրակարգով։ Եվ հենց այդ օրակարգով ապրելու լավագույն ապացույցներից մեկն էլ Արցախի հանձնման թիվ 1 մեղավորին հազարավոր տեղեկի գլուխներ ուդող դահղջին միջև այսօր հանդուրժելն է։ Այ այդ է մեր խնդիրը։ Թեման վերջացնելով առավոտյան տեղեկություններ հայտնեն Աննա հայտարարություն։ Սիրելի հայրենակիցներ, տեղեկացնում եմ, որ իմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական ամուսնությունն ավարտվել է։ Բոլորը խնդրում այս թեմայի շուրջ լինել զուսպ, լինել կոռեկտ։ Գնացին ԶԱԳՍ, էլի։ Որոշեցին ամուսնանալ։ Այդ փաստը ինձ ուրախացրեց, անկեղծ ասեմ, որովհետև Աննա Հակոբյանը Նիկոլի կյանքում ամենաարտար բանն էր, ամենամեծ պատիժն էր։ Իրականում չէր կարող Նիկոլ Փաշինյանին ավելի մեծ պատիժ լինել, քան նման կին եւ նման վատ ընտանիք ունենալը։ Ես ես ավելին ասեմ, եթե մարդ այսօր ուզենա որևէ մեկին անիծի, թող ասի առավոտ արթնանաս կողքդ Աննայի նման մեկին տեսնես։ Դու Աստված մի արածի իարգի, այդ մասով ես ուրախ եմ իսկապես, իրեն հասնում էր այդ պատիժը, ինքը թող, որովհետև հասկանում եք մարդու համար շատ կարևոր է լավ ընտանիք, լավ երեխաներ ունենալը, հետևաբար իր ընտանիքը շատ արտար է և իրեն հասնում է, բայց եկի կանցնենք առաջ իսկապես հակահիգիենիկ բաները չխոսենք։ Վերջերս նաև ինչ էր ասում Նիկոլ Փաշինյանը Հայաստանը ծայրագավառ էր, հիմա իրենք կենտրոն են սարքել, խնդրեմ այս մասով։ Այ չի կենտրոն։ Աշխարհի տարածաշրջանի եդրիչի։ Այդտեղ վերջին մեկ շաբաթվա ընթացքում աշխարհում տեղի ունեցան տարբեր համաժողովներ, հիմնականում տնտեսական թեմաներով, այսօր աշխարհի տնտեսությունը ինքնին արդեն շատ արագ փոփոխվում է եւ արդեն առաջ է գալիս արհեստական բանականությունը, որը մեծ դերակատարություն է ունենալու եւ արևելքում եւ արևմուտքում տարատեսակ ժողովներ տեղի ունեցան, համաժողովներ, քննարկումներ, այդտեղ Նիկոլ Փաշինյանը որևէ կերպ ներգրաված էր։ Բնականաբար ոչ։ Այսօր աշխարհը նաև ռազմաքաղաքական առումով է փոփոխվում, օրինակ այս պահին Ժնևում քննարկվում է ռուս-ուկրաինական հակամարտությունը։ Նիկոլ Փաշինյանը որևէ կերպ ներգրաված է, ոչ։ Այսինքն Հայաստանը շատ վաղուց դուրս է եկել աշխարհում թեկուզ փոքրիկ գործոն լինելուց։ Շատ վաղուց է դուրս եկել։ Եվ այստեղ խոսել, որ Հայաստանը կարող է լինել կենտրոն, Հայաստանը ցավոք սրտի այս տեմպով եւ շատ շուտով Հայաստանը երևի ընդհանրապես չի լինի։ Իսկ ինքը ինչ խոսում է, միշտ պետք է հակառակը նայել։ Այո, Հայաստանը հենց հիմա ծայրագավառ է, թուրքական ծայրագավառ է։ Եվ ամեն անգամ մենք նաև լսում ենք, չէ, եւ Հայաստանի կառավարիչի կողմից, եւ ադրբեջանցիների կողմից, որ շուտով այստեղ արդեն վերադառնալու են նաև թուրքերը, որ սա արևմտյան Ադրբեջանը։ Այն Նիկոլը այդ ծայրագավառը ասելով երևի հենց դա նկատի ուներ, որը իր օրոք ցավոք սրտի արդեն իրականություն է դառնում։ Տեսեք, մի քանի օր առաջ տեսանյութեր մենք տեսանք, երբ որ ադրբեջանցիները մտան Հագարի կամուրջից Հայաստան, հետո մենք տեսանք, որ այդ նույն ադրբեջանցիները շատ երջանիկ զբոսնում են Երևանում, Ծաղկաձորում, Գյումրիում, Ամասիայում։ Ու հետաքրքիր էր, գոնե մի մեքենա ազգային անվտանգության ծառայությունից իրենց հետևից շրջել են, թե ոչ, այս հայել եմ կասկածում, որ համարձակություն չունենային, հետևներից չշրջեին ու թույլ չտային, օրինակ, որևէ կերպ, որևէ տեղ մտնել, պղծել, դուրս գալ։ Մինչև Ծիծեռնագաբերդի քանդելը մենք բազմաթիվ անգամներ տեսանք ադրբեջանցիների եւ թուրքերի կողմից այնտեղ հրաբարակված տեսանյութներ, որոնք ուղղակի ծաղրում էին մեզ։ Որևէ նորմալ երկրում ազգային անվտանգությունը կարող է թույլ տալ նման բան տեղի ունենալ։ Բնականաբար ոչ։ Իսկ Նիկոլ Փաշինյանը այո, Հայաստանը տարածաշրջանում գործոն լինելուց վերածեց ծայրագավառի։ Եվ այսօր աշխարհին բացարձակապես Հայաստանը հետաքրքիր չի։
Ես բազմաթիվ անգամներ ասել եմ, որ մեր իսպեդականության ծնունդը դա եղել է Արցախը։ Եվ հենց Արցախն էր, որ մեզ դարձրել էր տարածաշրջանում գործոն, որ մեր հետ շատերը ուղղակի հաշվի էին նստում, մեր հետ շատերը քննարկումներ էին ունենում։ Իսկ այսօր արդեն այլ Արցախն էլ չլինելու պայմաններում ժողովրդին էլ վերածել անարժեք ինչ-որ մի զանգվածի, դա նշանակում է, որ ամբողջովին վերածնել տարածաշրջանում Հայաստան անունը։ Նիկոլ Փաշինյանը ցավոք սրտի, ցավով եմ արձանագրում, հաջողությամբ իրականացնում է այդ ծրագիրը։ Այն ինչը դեռևս 20-րդ դարի սկզբին Սալոնիկի ժողովում երազել էին, գծագրել էին երիտթուրքիական պաշտոնյաները, ցեղասպան պաշտոնյաները, որոնք չկարողացան մինչև վերջ իրականացնել, դա իրականացրեց Նիկոլ Փաշինյանը։ Եվ այսօր ինքը ավելի մեծ բան ունի արած նույն թուրքական պրոպագանդայի եւ առհասարակ թուրքական երազանքների համար, քան ասենք Թայլատը Էնվերը Ջեմալը։ Ավելին ասեմ, Ադրբեջանում չի ծնվել դեռևս որևէ մեկը, որը ավելի մեծ ծառայություն մատուցած լինի Ադրբեջանին, քան Նիկոլ Փաշինյանը։ Այդ երիտասարդ պետության մեջ դեռևս նման մեկը ծնված չկա։ Որպես խոսում են ադրբեջանցիների գալու մասին, բայց Սումայթի ջարդերի, Կիրովացիների, Բաքվի մեր հայերի վերադարձի մասին։ Ով պետք է խոսի Նիկոլը, այսօրվա իշխանավորները, եկեք ճիշտ հասկանանք, իրենք ինչ են խոսելու այդտեղ։ Այդ մարդիկ բացի սեփական գրբանից եւ սեփական ստամոքսից կամ իրենց բառերով ասեմ, իրենք ժամանակին շատ էին օգտագործում լապամանը, բացի այդ լապից ու լապամանից իրենք որևէ բան ունեն մտածելու։ Այդ մարդկանց ինչ է պետք թալանել պետությունը, լավագույն ապացույցներից մեկը այդ խոշոր պարկեվեջարներն են, այդ որում ես ասեմ, դա իրենց հետաքրքիր չի։ Իրենք էլ են այդ մասին արդեն այսպես ասած արձագանքում, սա ուղղակի հասարակությանը շեղելու մի դում է, որպեսզի այն բուն կոռուպցիան չերևա, այն բուն թալանը չերևա։ Իրենք այսօր շատ սիրուն թալանում են, քանդում են այս պետությունը, ինչը հնարավոր է տանել, տանում են, ինչը հնարավոր է վաճառել, վաճառում են, ու այսօր մեր երկիրը դարձել է մի հատ շին հրաբարակ, որտեղ ոչ թե շինություն է կառուցվում, այլ կառուցված շինությունները ապա մոնտաժվում են։ Այ մեր ժողովրդի մոտ մասնավորապես օրինակ երկրաշարժից տուժած բնակավայրերում, այդ թվում Գյումրիում կար հասկացողություն քանդոցք, որտեղ օրինակ քանդում էին վտարային շենքերը եւ դրա ամրանները կամ ինչ-որ նյութեր հանում վաճառում էին, կամ քանդում էին տնակները եւ դրանց առաջացած են փտած կիսափտած շինանյութը վաճառում էին։ Այ Հայաստանը Նիկոլ Փաշինյանը վերածել է այդպիսի մի քանդոցքի։ Ինքը ապա մոնտաժում է, ինչը իրեն դուր է գալիս, տանում է իրենց տուն, ինչը դուր չի գալիս, ինքը վաճառում է։ Այսօր այլ պատկեր մենք չենք կարող արձանագրել։ Ու սրա հետ զուգընթաց նաև քանդում է մեր արժեքները։ Եթե թող յուրաքանչյուր այդ հետևորդները, հեռուստադիտողները թող մի հատ այսպես հետ հայացք գցեն մի 10-15 տարի առաջ, համեմատեն այն ժամանակվա ընտանիքու այսօրվա ընտանիքը։ Համեմատեն այն ժամանակվա բանակը այսօրվա բանակը, կրթությունը այսօրվա կրթությունը, այդ յուրաքանչյուր մեկը իր մտքով մի հատ համեմատի, ինչպիսին էր ինքը ապրում, ինչպիսի արժեքային համակարգ ուներ ինքը ձևավորած այն ժամանակ եւ ինչպիսին ունի հիմա։ Եվ թող յուրաքանչյուր իր մեջ հետևություն անի, թե ինքը 5 տարի հետո կամ նույնիսկ 5 տարին էլ է շատ մեծ, 5 ամիս հետո ինքը ուր կհասնի։ Իր ընտանիքով ինքը ուր կհասնի։ Այս ժամանակին, երբ որ Ստեփանակերտում քննադատում էինք Նիկոլ Փաշինյանին, մի օր Արայիկ Հարությունյանը մոտեցավ 2019 թվականին։ Եվ այսպես շատ քննադատաբար մոտեցավ, մեզ ասեց, այ ձեր պատճառով ինքան եք ասում ամեն ինչ շատ վատ է, որ Արցախում ծնելիություն են գել, է թվերը նայում եմ, այն մեղավորը դուք եք։ Այո, սարսափում եմ, ես գտնում եմ, որ ինքը պետք է պատիժ կրի, բայց Երևանում ոչ Բաքվում։ Այ այսօր յուրաքանչյուր մեկը ով մեզ քննադատում է, թող հիշի Արայիկ Հարությունյանի ճակատագիրը։ Այսօր ով մտածում է, որ ինքը տուն է պայում եւ Նիկոլի հետ կարող է միլիոններ աշխատել, թող հիշի Արայիկ Հարությունյանի ճակատագիրը։ Ով ապագայի ծրագրեր է կազմում միայն ինքն իր համար եւ դա ինքը կապում է Փաշինյանի հետ, այո, թող հիշի Արայիկ Հարությունյանի ներկան։ Յուրաքանչյուրը իր ապագայի մեջ թող տեսնի Արայիկի ներկան։
Որովհետև Նիկոլ Փաշինյանը ինք այդ տեսակն է, ինք ամեն ինչ ոչնչացնում է։ Եվ եթե չի փակվում այդ ճանապարհը, ուրեմն ոչնչացվում է յուրաքանչյուրը։ Այդ թվում մենք։ Եվ պարոն Պողոսյան, այս ամենին զուգահեռ նաև ինչպես են բոլոր ոլորտներ ուղղակի ավիրում, կլինի քաղաքային ոլորտը, կլինի տնտեսություն, կլինի սոցիալական հարցեր, անվտանգություն, ասենք լռենք ընդհանրապես։ Այս քաղաքի խայտառակ փոսերը, այս աղետ, իհարկե դուք համեմատաբար քիչ եք լինում քաղաքում, բայց դա կապ չունի։ Ես էլ եմ քաղաքում ապրում, բայց Գյումրի քաղաքում եմ ապրում, այո։ Բայց այսպես, հա, իրենք Երևանի մասն է իհարկե խոսքը։ Տիգրան Ավինյանը վերջերս հեգնական նախկիներից մնացած ասֆալտն ամեն աստծո ամեն իրենք մեզ կերակրում են ասֆալտ են կարել։ Խնդրեմ ես մասով ձեր տեսակետը։ Ձեր տաղավարից այդ մասին խոսել ենք, ես փորձեմ նորից շատ կարճ։ Եթե իրենք այո ասֆալտ էին անում, նախկինում ճանապարհներ կային։ Եվ ցավոք սրտի այսօր իրենց ասֆալտը չկան, դա ամենը չդիմացավ մեկ ծմրան։ Այս վերջի տարիների ընթացքում առաջի անգամ նորմալ ծմեր եղավ, ու այդ մի ծմրանը իրենք ուղղակի կոլապսի ենթարկվեցին։ Սկսած ծնամակրան աշխատանքներից վերջացրած այսօրվա հալվող ասֆալտով։ Այն Նիկոլենց կառուցած ցանկացած ապագայի տեսլական նման է այսօրվա ասֆալտին։ Ու եթե որևէ մեկը գնալու է Նիկոլի կտերը ուտելու, թող սկսի այս ասֆալտի փշրանքներն ուտելուց։ Որովհետև մենք տեսանք, որ նույնիսկ ինքը ճանապարհները փոխեց ասֆալտով ու ունեցանք այն ինչ ունեցանք։ Տեսեք, այո, ես նախկինում, երբ որ Գյումրիից գնում էի Ստեփանակերտ, ավելի քիչ էի հոգնում, քան այսօր կես ժամ Երևանի մեջ մեքենա վարելուց։ Որովհետև նա ճանապարհ էր, իսկ սա այսպես ասած կդի տեսքով ասֆալտ։ Եվ այսպես ամփոփ ենք այսօր Միքայել Սրբազանը դուրս գրվեց Իսպիրյան բժշկական կենտրոնից, արտադրություն Սրբազան հորը եւ մեր մյուս հայրերին, ինչ սպասել առաջիկան եւ ինչ անելիք ունենք։ Այսպես իրենք հետեւողական քանդում են եւ հիմա գլխավտիրակը իհարկե հայ առաքելական եկեղեցին է։ Նախ առաջի հիշտին շեշտենք եւս մեկ անգամ, որ տնային կալանքը դա նույն կալանքն է եւ շատ դեպքերում նույնիսկ անձի համար գուցե հոգեբանորեն ավելի ճնշելի։ Հետևաբար ուզում եմ իմ Սրբազանին առաջի հեշտին առողջություն եւ շուտապույտ ազատություն ցանկանալ։ Իհարկե այդ ազատությունը թե Երևանում եւ թե Բաքվում մեր հայրենակիցների համար կարող է լինել միայն մեկ տարբերակում, երբ որ մենք կարողանանք սրանց հեռացնել մեր իշխանությունից եւ երկրորդ կարողանանք արժանապատիվ կերպով կռիվ տալ իրենց ազատության համար։ Հակառակ դեպքում քաղաքական կալանավորների, քաղաքական բանդարգյալների թիվը գնալով աճելու միտում ունի, սա ուղղակի ֆիքսենք։ Իսկ ինչ անենք մենք։ Առաջի հեշտին վերադառնանք մեր արժեքներին եւ երկրորդ հեշտին հեռանանք մեկս մյուսից կներեք բամբասելու մշակույթից։ Այսպես այսօր Հայաստանի քաղաքական դաշտում նաև հենց դա է խնդիրը, որ մինչև այս պահը դերևս նստած մարդիկ մեղավորներ են փնտրում եւ որևէ մեկը չի ուզում տեսնել լավ իր մեղքը որներ է ամեն ինչի մեջ։ Մենք պետք է կարողանանք այդ բարդույթներից շատ արագ ազատվենք եւ պետք է ուղղակի յուրաքանչյուրս մեր համար ֆիքսենք մեկ բան, որ այսօր ամենակարևոր պահն է մեր հայրենիքի առաջ մեր պարտքը տալու։ Եվ այդ պարտքը տալու համար մենք պետք է չմտածենք, թե ես որ տվեց այդ պարտքը հետո ինչ եմ շահելու։ Պետք է մտածենք, որ չէ, սա իմ կոչումն է, իմ գործն է, ես առավոտ արթնացել եմ, այսօր իմ զենքը խոսքն է, որը ես ձեր ետերից պետք է հղեցնեմ, ես առավոտ զարթնել եմ, եկել եմ ձեր մոտ։ Վաղ իմ գործը կլինի ճանապարհ փակել, ես պետք է զարթնանամ, գնամ այդ ճանապարհը փակեմ։ Երրորդ օրը իմ գործը կդառնա այլ գործողություններ անել, ես պետք է արթնանամ եւ գնամ եւ ոչ մի դեպքում չպետք է նստեմ նայեմ, թե ով ինչով էր մեղավոր։ Ով որտեղ գծեց եւ արդյունքում ես ինչ եմ շահելու։ Ոչ, սա այն իրավիճակն է, որ եթե ես կարող եմ իմ խոսքը պետք է տնեմ, մյուսը առողջությունը պետք է տնի, երրորդը փողը պետք է տնի։
Այդ ցավոք սրտի մենք դերևս այս գիտակցությանը չենք եկել հասել։ Ու մեր պարտքը տալուց մենք մտածում ենք ինչ ենք շահելու։ Բայց պիտի հասկանանք, որ ոչինչ չենք շահում, մենք մեր պարտքն ենք տալիս, որը պարտավոր ենք։ Այստեղ է մեր խնդիրը։ Շնորհակալ։ Ես էլ եմ շնորհակալ։